Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնի հերթական թողարկումը։ 2026 թվականի հունվարի 1-ից անձը այլևս չի կարողանա խուսափել ծանուցումից, ևս մեկ տարով կերկարաձգվի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը։ Որոշումներ ընդունվել են կառավարության այսօրվա նիստում։ Հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։ Կառավարության նիստին բոլորը օրվա խորհրդանիշ համարվող տարբերանշաններով էին։ Առողջապահության նախարարն էլ հետևյալ ասելիքն ուներ։ Հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով եւ նման կրծքային ամրացնելով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման եւ իրենց տարեկան անհրաժեշտ ուրեմն կանխարգելիչ հետազոտությունները անցնելու մասով։ Ավանեսյանն ասաց, որ պետությունն այս տարի սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետպատվերով փակում է սոցփաթեթի շահառուների հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը։ Առողջապահության նախարարը կրկին հիշեցնում է կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության եւ մահացության բեռ է, եւ նման արշավների միջոցով գրագետ ճիշտ կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ հնարավոր է դառնում շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը եւ նվազեցվում է մահացությունը։ Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաև կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին։ Վարչապետը հետաքրքրվեց առողջապահական ապահովագրության մեջ սկրինինգները ներառվում են, նախարարը պարզաբանեց, ապահովագրության նպատակը լինելու է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում։ 10-ից ավելի բժշկական կենտրոններ այժմ իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ եւ ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը։ Փաշինյանն ասաց, որ իրազեկման տեսանկյունից ճիշտ կլինի նաև վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման քանի տոկոսի դեպքում է հիվանդությունը կանխարգելվում ու բուժվում։ Վարչապետի խոսքով իրազեկված լինելու եւ հետազոտվելու հարցը եւս անցնում է կրթության միջոցով։ Մենք սա նաև կրթություն է մեզ համար, որ մենք պետքա ի վերջո կառավարությունը առաջնորդն է երկրի եւ հանրության։ Հիմա այսպես այս մեթոդով մենք կարող ենք օգնել եւ յուրաքանչյուրը ինքը իրեն կարող է օգնել եւ իմ կոչն ու խնդրանքն է մեր հարգելի կանանց, որպեսզի նրանք անպայման այս կանխարգելիչ հետազոտությունները անցնեն։ 2026-ի հունվարի 1-ից Հայաստանում դե յուրե կվերանա «Ես ծանուցված չեմ» հասկացությունը, եթե համապատասխան նախագիծն օրենքի ուժ ստանա։ Արդարադատության նախարար Գալյանի խոսքով ֆիզիկական անձանց դեպքում կգործի էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը կտեղադրվի այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա կհամարվի ծանուցված։ Անձը կարող է նաեւ տրամադրել հավելյալ կապի միջոցներ։ Ծանուցումը կտեղադրվի նաեւ ԵՄ կայքում եւ տեղադրվելուց 7 օր հետո անձը նախարարի խոսքով կհամարվի պատշաճ ծանուցված։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում էլ ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Իրավաբանական անձին եւ անհատ ձեռնարկատերերը ըստ նախարարի պատշաճ ծանուցված են համարվելու ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից։ Եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը տեղադրվելու է ԵՄ կայքում եւ տեղադրվելու 5-րդ օրը վերջիններս համարվելու են ծանուցված։ Նրանց դեպքում հիբրիդ փոստային ծանուցումը բացառված է։ Ամբողջ օրենքը դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Վարչապետը համոզված է այս համակարգը կկրճատի նաև թղթաբանությունը, այդ թվում դրա հետ կապված ծախսերը։ Նա նաև վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի 4-ից 5 միլիարդ դրամ տարեկան միայն ծանուցումների վրա է ծախսվում։ Փաշինյանն նաև ասաց, որ Էստոնիայից փորձագետ է հրավիրվել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացվի թվայնացման էստոնական կոնցեպտը։ Թեմայի շուրջ կառավարության անդամները երկար քննարկումներ ունեցան։ Իսկ ինչ անել այն դեպքում, որ թե էլեկտրոնային, թե թղթային բոլոր ծանուցումները մարդիկ չդիտարկեն որպես նեգատիվ ինֆորմացիա ու չխուսափեն։ Մենք սրա մասին պիտի լուրջ մտածենք։ Ժպիտով է պետք ուղարկել այդ ծանուցումը։ Սմայլի կա։ Բանակ տանելուց մի հատ սմայլիկ դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք։
Էլեկտրական շարժիչով մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար ավելացված արժեքի արկից ազատման գործողարտունությունը կերկարաձգվի եւս 1 տարով։ Այս դեպքում մինչեւ 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տրանսպորտային այս միջոցների երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաեւ մաքսատուրքից ազատման արտոնություն։ Ավելի քան 3000 միայն մեքենա է ավել ներմուծվել անցած տարվա ընդհանուր թվի համեմատ եւ եւս 2634 միավոր մոտոցիկլետ եւ մոպեդ, ինչը նույնպես կարեւոր ցուցանիշ ենք համարում։ Միաժամանակ առաջարկվեց այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024-ին եւ դրանից հետո։ Իսկ ինչ անել մայրաքաղաքի խցանումների դեպքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՆԳՆ-ին, ՏԿ-ին եւ Երևանի քաղաքապետանին հանձնարարել է խցանումների մասով ստեղծել ճգնաժամային խումբ։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։ Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք։ Այս մասին այսօր ՃՊԱԶ-ում ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով մաքսիմալ ջանք է գործադրվում, որ լինեն կոնկրետ արդյունքներ, եւ երբ որ դրանք լինեն, կլինի նաեւ հայտարարություն։ Վարչապետին նաեւ հարցրել են, թե ինչ կարծիք ունի որոշ փորձագիտական շրջանակների այն տեսակետների մասին, թե Սամվել Կարապետյանի կողմից նոր ձևավորվող ուժը չպետք է գրանցվի։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև Ադրբեջանի պաշտոնյաների խոսույթում Հայաստանի սահմանադրության հետ կապված պահանջներին եւ Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը վերաբերող հարցերին։ Կա տարածված երկու կողմերի կողմից պաշտոնական հաղորդագրություն։ Ինչը ասում է պաշտոնական հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ թրիփ նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա թրիփ նախագիծ եւ հետեւաբար այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ թրիփ ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հաղորդագրությունը տարածել են ովքեր Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը տարածել են Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպման արդյունքներով։ Էլի ուզում եմ ինչի եմ այսպես պատասխանում ձեր հարցին եւ նաեւ դրա հետ կապված բազմաթիվ հարցերի, հասկանում եք, որովհետեւ թեման ինքը անընդհատ քննարկվող է եւ ճիշտ սկզբունքը հենվել գրավոր թղթերի վրա, որպեսզի չպարզվի, որ որևէ մեկը այսպես է ասել, թե այնպես է ասել, այսինքն ինչ որ թղթի վրա գրված է, ինչ որ մեկը ասել է, մյուսը լսել է, գուցե թե ինչ որտեղ ինչ որ մի բան ճիշտ չի ձևակերպվել, մյուսը ճիշտ չի հասկացել, արձանագրված է թղթի վրա եւ ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ գոհ եմ նաեւ Կոպենհագենի մեր քննարկումներից եւ ընդհանրապես մեր շփումներից եւ ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Ընդ որում ես ասեմ, թե չասեմ, ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել, դա իրողություն է եւ այդ իրողությունը կարծում եմ նույնիսկ դժվար է չնկատել։ Հաջորդ հարցի վերաբերյալ սահմանադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք եւ մեր դիրքորոշումների փոփոխության մասին չենք հայտարարել, այդ շարքում մեր դիրքորոշումները չեն փոխվել։ Եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի մենք հակասում ենք մեր դիրքորոշումներին։ Իսկ որն է մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է, որ հիմա արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է։ Դե յուրե ամբողջությամբ եւ համապարփակ կերպով լուծված է։ Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք։ Սահմանադրության փոփոխության թեմա մենք չունենք։
Մենք համադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ եւ այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում։ Ինչ վերաբերվում է որևէ քաղաքական ուժի գրանցվել չգրանցվելուն, ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է։ Ես նույնիսկ ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա գրանցել, ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա չգրանցել, որովհետև դա ինձ հետ առնչություն չունեցող թեմա է։ Կան ընթացակարգեր, կան օրենքներ եւ կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ, այսինքն իրավական հարցը իրավաբանները թող պատասխանեն։ Ստորագրված փաստաթղթերի հետ կապված ինչ առաջընթաց ունենք, որովհետև մարդիկ սպասում են, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները որ կհասնեն մանրամասները ինչպես կլինեն, արդյոք ստեղծվելու է հայտնի այդ կոնսորցիումը, որի մասին խոսվելու է, կողմերը ինչ ներդրումներ պետք է անեն։ Նախագծերի իրականացման մասին մեր պատկերացումները տենց մի քիչ մոնտաժված են։ Մեզ թվում է, որ երբ որ մենք ասում ենք դե թրիպ ուղի, ասեն հաջորդ օրը բոլորս վազում ենք եւ նստում ենք բաները, էքսկավատորները, ինքնագնացները եւ սկսում ենք դա process է։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Ինք սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետքա ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետքա ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետքա հասնի տրամաբանական հաջորդ փուլին։ Բայց ելի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ։ Հանդիպանը նաև մասնակցել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին եւ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանը առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը, ընդգծելով Միացյալ Նահանգների ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն եւ տևական անվտանգության հաստատման գործընթացում։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ ռազմական կրթության եւ պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանը ներկայ են եղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին այս անգամ արժանանում է Analog Services ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշինը։ Ռոշիի ղեկավարած ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է եւ ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Շնորհավորելով Analog Devices ընկերության տնօրենին հանրապետության պետական մրցանակը ստանալու առիթով վարչապետը նկատում է. ժամանակակից եւ տեխնոլոգիաների աշխարհում մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը կառավարության քաղաքականությունների մշակման գործում։ Այդ հանդիպումների ժամանակ 2018 թվականից սկսած կառավարության ղեկավարը միշտ մեկ հարց է տվել մրցանակակիրներին։ Ինչու՞մ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, այն կառավարությունը, որը համարում է, որ ներդրում ունի ձեր հաջողության մեջ։ Եվ առանց բացառության բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան, այսինքն եղել են պատասխաններ, որոնք մի կետից են եղել 2-3, բայց բոլոր դեպքերում առաջին կետը եղել է հետևյալը. կրթությունը, կառավարությունը արել է այն, որ մեզ համար ապահովել է կրթություն, հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն, հետբուհական կրթություն։
Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ հիմա այդքան շատ են կենտրոնացած կրթության վրա, ասում է Փաշինյանը, բայց նաև նկատելով փորձը, իմացությունն ու պրակտիկան էլ է հանգեցրել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Կրթության ապահովման կարևորությունը վարչապետն ընդգծում է նաև աղքատությունը հաղթահարելու հարցում։ Հայաստանի ղեկավարը նկատում է, մեր երկրում բազմաթիվ մարդիկ կան, որոնք օրվա հացի խնդիր ունեն։ Պետության կամ բարերարների կողմից այդ մարդկանց հացի խնդիրը փորձում են լուծել, զբաղվում են աղքատախնամությամբ, բայց հարցն ըստ Փաշինյանի այլ է։ Օրեր շարունակ նրանց հաց տալուց հետո ինչ է փոխվում նրանց կյանքում։ Ոչինչ, ընդգծում է վարչապետը եւ այս համատեքստում ներկայացնում վիճակագրություն։ Հայաստանում հազարավոր ընտանիքներ կան, որոնք 10 եւ ավելի տարի գտնվում են անապահովության փարոս համակարգում։ Մենք այդ մարդկանց լավություն ենք արել հաց տալու, ոչ։ Ընդհակառակը մենք այդ մարդկանց երեխաներին արել ենք վատություն, որովհետև աղքատությունը այն ընկալում է, որ ինչ որ բարի մարդիկ պիտի բերեն իրենց հաց տան, իրենց համար դարձել է շատ սովորական մի բան։ Մենք այդ երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա։ Եվ էսա պատճառը, որ մենք համոզված ենք, որ մենք եթե ուզում ենք սոցիալական խնդիրներ լուծենք Հայաստանում, աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա, այդ կրթությունն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 եւ ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառը իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք։ Նիկոլ Փաշինյանի խոսքով դիպլոմն ու կրթությունը շատ տարբեր են իրարից։ Ըստ նրա դիպլոմով բազմաթիվ մարդիկ կան, որոնք աղքատ են։ Ըստ այդմ, այս մրցանակաբաշխությունն ու մրցանակակիրները կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նաև ակադեմիական քաղաք ծրագրին եւ հայտարարում. չնայած շատերը չեն հավատում, բայց այն իրականություն է դառնալու։ Ես հույս ունեմ, որ այս տարի մենք մինչև տարվա վերջ մաստեր պլանը կառավարության որոշման կհաստատենք ակադեմիական քաղաքի եւ կանցնենք իրագործման փուլին։ Իսկ խոսքը Հայաստանի վարչապետը եզրափակում է դիմելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 16-րդ դափնեկրին Վինսենտ Ռոշին։ Նրա ներկայությունը քաջալերում է լինել ավելի ստեղծագործ, ավելի լավատես ու նրա օրինակով հավատալ սեփական ուժերին, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Վինսենտ Ռոշի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում բարձր է գնահատել նաև նրա հետ առանձին զրույցում։ Վինսենտ Ռոշն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նկատելի է մեծ ներուժ։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները նոր էջից սկսելու մասին։ Իլհամ Ալիևի խոսքերով Բաքվի եւ Փարիզի միջև հարաբերություններում հայերի պատճառով առաջացած խնդիրները լուծված են ու այլևս ոչինչ չի խանգարում վերականգնել երբեմնի բարեկամությունը։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ առիթով է Ալիևը այս մասին խոսել։ Այսօր Ալիևը ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտին, որը իրեն է հանձնել հավատարմագրերը եւ այդ արարողության շրջանակներում նաեւ կարճ զրույց են ունեցել եւ այդ զրույցի բաց հատվածում Ալիևը ասել է, որ Մակրոնի հետ Կոպենհագենում ունեցած հանդիպման ժամանակ հարթվել են բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այդ խանգարել են Փարիզի հետ բնականոն հարաբերությունների զարգացմանը եւ այսուհետ որևէ բան այլևս չի խանգարում, այսինքն հարաբերությունները նոր էջից են բացվում։ Ընդ որում կոչ է արել առաջին հերթին բիզնեսի զարգացմանը զարգ տալ եւ խթանել գործարար կապերը։ Հիշեցնեմ, այդ հարաբերությունները Բաքվի եւ Փարիզի միջև կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ըստ էության ֆրանսիական զանգվածային արշավ էր սկսել ի պատասխան դրա, որ Ֆրանսիան աջակցում էր, սատարում էր արցախահայերին իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։ Ադրբեջանը բացահայտ ֆինանսավորում էր Կալեդոնիայի, Գվիանայի, Կորսիկայի, Պոլինեզիայի անջատողական շարժումները, չթաքցնելով, որ հենց Բաքվից են ոտքի կանգնեցնում այդ անջատողականներին, այդ թվում նաև զինված անջատողականներին։ Անցած տարի Ֆրանսիայի սենատում հատուկ հանձնաժողով էր ձևավորվել, որի նպատակն էր հետազոտել, վերլուծել Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքները։ Եվ այդ զեկույցում կոնկրետ խորհուրդներ էին շարադրվում, թե ինչ պետք է անի Փարիզը ի պատասխան Ադրբեջանի թշնամական գործողությունների։ Եվ այդ շարքերում կար նաև որպես հնարավոր պատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Իշխանությունները պատրաստ էին քննարկել այս խորհուրդը։ Միաժամանակ զգալիորեն նվազել էր հարաբերությունների մակարդակը, ըստ էության չէր գործում միջխորհրդարանական բարեկամության հանձնաժողովը, մի շարք ադրբեջանցի դիվանագետներ Ֆրանսիայում պերսոնա նոն գրատա էին հայտարարվել եւ հակառակը ֆրանսիացի դիվանագետներ Ադրբեջանում էին պերսոնա նոն գրատա հայտարարել։ Եվ այս ամենից հետո փոքրինչ անհասկանալի է, թե ինչպես հաշված օրերի ընթացքում Ֆրանսիան ձևացնում է, որ ոչինչ տեղի չի ունեցել, որ Ադրբեջանը թշնամական գործողություններ իր հանդեպ չի իրականացրել, սեպարատիստներին չի ֆինանսավորել եւ այլն։ Եվ արդյունքում նաեւ Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտը նույնպես ասել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ հարաբերությունները նոր էջից սկսել, վերականգնել միջխորհրդարանական հանձնաժողովի բնականոն աշխատանքը, խթանել գործարարների փոխայցելությունները եւ այլն։ Արտյոմ, վերջին այս շրջանի զարգացումների ֆոնին կանխատեսել էր այսպիսի զարգացումը։ Արդեն օգոստոսին պարզ դարձավ, որ ինչ-որ բան պատրաստվում է, քանի որ օգոստոսին հրապարակվեց փաստաթուղթ, որից պարզ դարձավ, որ արդեն հուլիսին Ֆրանսիան վերսկսել է Ադրբեջանից նավթ գնելու այդ պրակտիկան, հա։ Մինչ այդ առճակատումից հետո սկզբից զգալիորեն նվազել էին նավթի գնման ծավալները, այնուհետ ընդհանրապես դադարել էին։ Եվ հետաքրքիր է, որ ֆրանսիացի խորհրդարանականները կոչ էին անում Եվրամիության մյուս անդամ պետություններին հրաժարվել Ադրբեջանի հետ նավթային ոլորտում համագործակցությունից, դատապարտում էին Ուրսուլա ֆոն դեր Լայենին այն դրա համար, որ նա անվանել էր Ադրբեջանին այսպես կայուն էներգետիկ պարտնյոր, բայց միաժամանակ հենց Ֆրանսիան է Ադրբեջանի հետ նավթային գործարք կնքում։ Եվ դա այն դեպքում, երբ մի շարք եվրոպական երկրներ հրաժարվեցին իսկապես ադրբեջանական նավթից, այն բանից հետո, երբ պարզվեց, որ ադրբեջանական նավթում կան արգելված նյութեր, որոնք վնաս են հասցնում նավթավերամշակող ձեռնարկությունների հաստոցներին եւ սարքավորումներին։ Արտյոմ, ինչը ստիպեց կամ ինչը նպաստեց, որպեսզի Փարիզը վերանայի իր մոտեցումները։ Դե ուշ թե շուտ իհարկե ռեստարտը տեղի կունենար Ֆրանսիա եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, մանավանդ որ հայ-ադրբեջանական այդ խաղաղ համաձայնագրի նախաստորագրումը դրան իհարկե նպաստեց։ Բայց անգամ մինչ այդ էլ որոշ քայլեր արդեն ձեռնարկվում էին եւ կարծում եմ բավական մեծ դեր խաղաց Ֆրանսիայում ադրբեջանական լոբբին,
որը կոչ էր անում Ելիսեյան պալատին չհետևել խորհրդարանականների կոչերին եւ չկիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Այդ ադրբեջանական լոբբին ձևավորվել է ֆրանսիական Total նավթային կորպորացիայի շուրջ։ Մի շարք համատեղ ծրագրեր եւ նախագծեր ունի Total-ը Ադրբեջանի նավթային պետական կորպորացիայի հետ, Սոկարի հետ։ Իդեպ անցած տարի Իլհամ Ալիևը ընդունել էր Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պուանեին եւ կոչ էր արել իրեն ազդեցություն գործել Ելիսեյան պալատի վրա, որպիսի վերանայի Փարիզը իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Նշեմ, որ Total Energy-ն ունի 35%-ի փայաբաժին ադրբեջանական Աբշերոն գազային հանքում եւ նաեւ Ադրբեջանը մի շարք այլ նախագծերին Total-ին ներքաշելու փորձեր է ձեռնարկում եւ դրա դիմաց ակնկալում էր, որ Total-ը կօգտագործի նախագահի եւ կառավարության վրա ազդելու իր ունեցած լծակները։ Եվ կարծում եմ նույնպես պատահական չէ, որ Ֆրանսիայի դեսպանը եւս Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շատ կարեւոր են այս բարեկամական հարաբերությունները հաստատելու հարցում հենց Total ընկերության քայլերը եւ ծրագրերը։ Շնորհակալություն Արծու։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը զգուշացրել է Մոսկվային, որ եթե Ուկրաինայի դեմ պատերազմը չդադարի, Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կվճարեն Ռուսաստանին շարունակական ագրեսիայի համար։ Դա կարվի Ուկրաինայի համար եվրոպական երկրների կողմից ամերիկյան զենքի գնման միջոցով, բայց արդյոք խոսքը նաեւ ամերիկյան Տոմոհավք քրթիրների մասին է, դեռևս պարզ չէ։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հետ հանդիպման ժամանակ Հեքսեթը կոչ է արել երկրներին ավելացնել զենքի գնումների ուղղությամբ ներդրումները։ Հետևեք միջազգային նորություններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի հետ։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով լրագրողի հարցին Թրամփը շեշտել է, որ իրենք արդեն առևտրային պատերազմ են վարում։ Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ Պեկինը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ առևտրային պատերազմի։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը չինական կողմից ակնկալում է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղարը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։ Չինաստանը հաստատակամորեն մերժում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները եւ հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև։ Միջազգային օրենքի շրջանակներում փոխգործակցությունը ողջամիտ եւ օրինական է ու չի վնասում երրորդ կողմերի շահերին։ Հետևաբար դա պետք է հարգվի ու պաշտպանվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը, հայտնում է Deutsche Welle-ն։ Թրամփը նշել է, որ դա տեղի կունենա կարճ ժամանակահատվածում։ Թրամփն այս խոստումը անվանել է մեծ քայլ։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան եւս կհրաժարվի Ռուսաստանից իրականացվող նավթի գնումներին։ Հարցը ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը քննարկել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո նա X-ում գրել է. Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ քննարկեցինք Միացյալ Նահանգներ Ճապոնիա առևտրային եւ ներդրումային համաձայնագրի միջոցով Ճապոնիայի ռազմավարական ներդրումների մոբիլիզացման ծրագրերը։ Նախարար Կատոյի հետ մենք նաեւ քննարկեցինք Միացյալ Նահանգներ Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր եւ վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը։ Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում, այդ թվում թմրամիջոցների կարտելների դեմ։ Հայտարարությունը հաջորդել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ լարվածության աճին, քանի որ ԱՄՆ զինված ուժերը թիրախավորում են ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Վենեսուելա ռազմանավեր ուղարկելու իր նպատակը թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելն է։ Թրամփը նաև հստակեցրել է, որ ցանկանում է տեսնել Մադուրոյի հեռացումը իշխանությունից եւ առաջարկել է $50 միլիոն պարգևատրում նրա ձերբակալման համար։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Պորտնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի բրիտանական եւ ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից թուրքական հոսք գազատարի վրա դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ինտերֆաքսը։ Նրա խոսքով բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրականացրել է սարդոստային գործողությունը Ստամբուլում, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Առայժմ այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։